Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Շնորհակալություն, հարգելի պարոն փոխքաղաքապետ, հարգելի գործընկերներ, սիրելի երևանցիներ, նախորդ հարցի շրջանակում չցանկացա ի սկզբանե ելույթ ունենալ ու չունեցա, չգրանցվեցի ելույթի համար, մտածելով, որ բյուջեում 2026 թվականի համար նախատեսված փոփոխություններ ենք իրականացնում եւ ըստ էության աշխատանքներ ենք ավելացնում եւ մի շարք վարչական շրջաններում մեր աշխատանքները բարեկարգման թե այլ շատանալու են, բայց արի ու տեստ, որ մեր ընդդիմադիր խմբակցություններից Մար Հայաստանը դա կրկին փորձեց նույնականացնի ընտրություններին ընդառաջ ինչ-որ իրենց բնորոշ հատկություններով եւ ես չկարողացա ուղղակի այս անգամ չգրանցվել եւ ելույթ չունենալ եւ չխոսալ ընդհանրապես։ Նա սկսենք մանկապարտեզների հերթի մասին, որոշ գործընկերներ ասում են մանկապարտեզների հերթը ձեր քաղաքական ուժն է բերել։ Ժողովուրդ ջան, եթե մանկապարտեզները սպասարկեիք ժամանակին ու մենք ունենայինք այսօր բարեկարգված մանկապարտեզներ, մենք ստիպված չենք լինի բոլոր մանկապարտեզները Հայաստանի Հանրապետության, այլ ոչ թե Երևանի վերանորոգել կամ վերակառուցել եւ դրա արդյունքում չունենալ հերթեր կամ չփակվեն մանկապարտեզներ, որի արդյունքում չլինեն հերթեր։ Դա մանկապարտեզների մասին։ Նոստալգիկ իրադարձությունների մասին ենք խոսում, պարոն Հովհաննիսյան, իմ մոտ էլ կա վերջերս տենց ինչ-որ հանդիպում նոստալգիկ իրադարձություններ, ես նայում եմ մինչև 2018 թվականում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները եւ հաճախ մասնավորապես ազգային ժողովում մինչև 2018 թվականը եղած քաղաքական դեմքերին ու դեպքերին եւ այնտեղ հաճախ տեսնում եմ պարոն Մեսրոպ Մանուկյանին եւ Գևորգ Ստեփանյանին հպարտ դեմքով քայլելուց այն մարկանց կողքով, ովքեր որ այսօր անցնում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով եւ ենթադրաբար եւ վստահաբար կարող եմ ասել նրանց մերձավոր շրջապատից մի շարք մարդիկ նաեւ կապ ունեն այդ մանկապարտեզների օտարման դեպքերի հետ եւ այսօր որ դուք ասում եք պարոն Մանուկյան մանկապարտեզների մասին գալիս եք այդտեղից sense լալահարաշ տեքստերով խոսում եք դուք իրավունք չունեք առհասարակ ոչ թե մանկապարտեզի այլ ընդհանրապես ոչ մի բանի մասին խոսալու որովհետեւ ասեցի թե դուք ով եք եղել մինչեւ 2018 թվականը ու դրանից հետո ոնց եք ուզում դες էվոլյուցիայի ձևով ներկայացնել, որ դուք փոխվել եք, բայց դուք չեք փոխվել, դուք նույն նախկինների հետ փոխկապակցված մարդն եք ու տենց էլ մնալու եք։ Հաջորդը, ինչ վերաբերվում է, ասում եք հարկեր տուրքերը բարձրացել եք, դրա համար կարողանում եք դուք ինչ անել։ Թալանել ժողովրդին, ձեր բառերով ասեմ։ Մենք հարկեր տուրքերը բարձրացնելով նույն կարմիր գծերի օրինակը, որ դուք եք ասում, մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացին Երևանցին տեսնում է, որ այդ գումարները, որոնք նրանք վճարում են տարբեր հարկերի եւ տարբեր տուրքերի միջոցով, նույն կերպ վերադարձվում է իրենց արդեն կատարված աշխատանքների միջոցով։ Դրանք կլինեն մանկապարտեզների, դպրոցների բարեկարգում, աշխատավարձների բարձրացում տարբեր ոլորտներում, թե գիտական, թե մանկապարտեզ, թե դպրոց, թե նույն քաղաքապետարանի եւ թաղապետարանի աշխատակիցների աշխատավարձերը, որոնք նույնպես հանդիսանում են Երևանի քաղաքացի եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Հաջորդը, որ ասում եք խոստացված ծրագրեր ունեք, պարոն Մանուկյան, ճանապարհներ, որոնք կյանքի չեն կոչվել, ես ցանկանում եմ մեկ անգամ եւս շեշտադրել, որ Աջափնյակի մետրոն էլ, Իսակով Արշակունյաց էստակադան էլ, Նորագավիթի էստակադաներ վստահաբար ասում են, որ դա կյանքի կոչվելու է եւ արդեն առաջիկ ամիսների ընթացքում սկսվում են աշխատանքները Իսակով Արշակունյանց էստակադայի եւ հավաբար մենք ունենանք արդեն ավարտված ճանապարհային բոլոր հատվածները։ Այս մասով իսկ որ ասում եք պարոն Մանուկյան գծանշումները ասում եք հեղափոխության ժամանակ գծանշումները նորմալ էր Կարող մի հատ էլ ասեք, որ գծանշումները նորմալ չի, դրա համար չեք կարող հեղափոխություն անեք այսօր այդ ասֆալտների վրա։ Այսինքն այդ ինչ բան, ասում եք հեղափոխության ժամանակ գծանշումը նորմալ էր։ Okay, ուրեմն դուք էլ հեղափոխություն երևի թե չեք կարող անեք, որտեվ գծանշանները նորմալ չի։ Էս էլ ես ասում, պարոն Մանուկ Սուքիասյան, մեկ էլ պարոն Սուքիասյան, խնդրում եմ ձեր ուշադրությունը։ Պարոն Սուքիասյան, պարոն Սուքիասյան, որ ասում եք հունիսի 7-ին Այս իշխանությունը չի հաղթելու, ես էլ ասում եմ, գրած գանք, որ հաղթելու է։ Շնորհակալություն։